Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ։ Այսօր կրկին շարունակում ենք մեր քննարկումները, բանավեճերը, տարբեր թեմաների շուրջ։ Այսօրվա մեր թեման է Եվրոմիության կամ Եվրասիական տնտեսական միության կոմունիկացիաների հարցը, նրանց ապագան, ընդհանրապես Հայաստանի տեղը նոր ձևավորվող եւ վերաձևավորվող քաղաքական աշխարհում եւ այս հարցերի շուրջ մենք այսօր քննարկում կունենանք բանաստեղծ, հասարակական գործիչ Մարինե Պետրոսյանի եւ Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ արձելեցիք մեր տաղավար։ Այսօր իրոք Եվրոմիության եւ Եվրասիական տնտեսական միության երկընտրանք կամ այլընտրանքները մեր հասարակության ժողովրդի խոսույթում եւ տրամադրություններում են։ Շատերը ասում են Հայաստանի ապագան միայն Եվրոպան է։ Մի մասը ասում է, որ եթե Ռուսաստանից հանկարծ կտրվենք, կկործանվենք։ Այն մյուս մասը ասում է թուրքերի հետ ոչ մի հարաբերություն պետք է չունենանք։ Այն մյուս մասը ասում է, չգիտեմ, Ամերիկան է մեր փրկիչը։ Բայց իրականում աշխարհագրորեն Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր հետ որևէ առնչություն չունի, հա, մեր հիմնական շուկաները եւ կոմունիկացիաների խնդիրները գնում են դեպի արևելք, այսինքն Եվրասիական տնտեսական միության շուրջ եւ դեպի արևմուտք Եվրոպական միության շուրջ։ Սա կարևոր հարց է եւ կուզենանք լսել նաեւ ձեր տեսակետները։ Սկսենք երևի ձեզնից, Տիկին Պետրոսյան, ինչ եք կարծում, լավ, որ ճանապարհներն են Հայաստանի համար կյանքի ճանապարհներ, տնտեսական առումով եւ նաեւ ինչու՞ չէ քաղաքական։ Եթե հարցը վերաբերում է նեղ բառից, այդպես նեղ իմաստով ճանապարհին, այսինքն ֆիզիկական ճանապարհին, ես կուզեմ, որ բոլոր ճանապարհները բացվեն, մենք ընդհանրապես խաչմերուկի վրա ենք եւ դա մեր առավելությունն է, լայն առումով վերցնենք, բայց եթե պիտի մի ճանապարհը բացվի մյուսի հաշվին, այսինքն մի ճանապարհը եթե բացվի մյուսը պիտի փակվի, դա վտանգավոր է։ Եվ այս հարցում իսկապես խնդիրներ կան, դա իհարկե դա իմ բնագավառը չի, ես պես լավ չեմ կարող ասել այս ճանապարհը բացվի, նա կփակվի, բայց ինձ համար սկզբունքը հստակ կարևոր է, որ ասենք Եվրոպայի հետ ճանապարհները չպիտի բացվեն Ռուսաստանի հետ ճանապարհների հաշվին կամ չգիտեմ Իրանի ճանապարհները, այդպես սկզբունքը կարծեմ պարզա բացատրեցի, դրա համար պետք է վարել համապատասխան քաղաքականություն եւ ոչ մի կողմը չդիտել որպես այսպես չարիք։ Նայեք, որովհետեւ եթե քիչ ավելի լայն առումով նայենք հարցին, վաղուց ես հիշում եմ դեռ տասնամյակներ առաջ Հայաստանում հիմա երբ բանավեճ չի, բայց այն ժամանակ գնում էր բանավեճ։ Մենք արևմուտք ենք թե արևելք։ Ես միշտ այդ բանավեճում ասել եմ, որ մենք արևմուտք ենք արժեքային առումով, որովհետև այն արժեքային հիմքերը, որ ունի արևմուտքը, քրիստոնեությունը եւ հունահռոմեական իրավունքը նաև մերն են։ Բայց կարծում եք, որ մենք այսօր էլ արևմուտքի արժեքային առումով, այո, դա ինձ համար հստակ է։ Ես ինքս եղել եմ արևելքում, եղել եմ Թուրքիայում, եղել եմ Իրանում, եղել եմ Հնդկաստանում, այն մի քիչ ուրիշ արևելք է, եւ այդտեղ ավելի եմ համոզել, բայց այդ արժեքային արևմուտք լինելը չպիտի մեզ թելադրի, որ ասենք քաղաքական առումով, այսօրվա գեոպոլիտիկ հարաբերություններում մենք պիտի անպայման այսպես արևելքը դիտենք որպես հակառակ ճամբար եւ արևմուտքը դիտենք որպես մեր ճամբար։ Դա շատ վտանգավոր կլինի, որովհետեւ այսօր բոլորս դա տեսնում ենք, աշխարհում գնում են մեծ փոփոխություններ, նույնիսկ փաստորեն ես մի փոփոխությունը տեսել եմ շատ երիտասարդ էի, ասենք երբ սովետական միությունը քանդվեց, այնտեղ երկբևեռ աշխարհից մի բևեռ աշխարհ չէ, ձևավորվեց կամ ամերիքան ու Եվրոպան էին։ Հիմա ոնց որ թե ավելի խորքային փոփոխություններ են կատարվում եւ այստեղ արդեն նայեք, երբ որ այն փոփոխությունը կատարեց, մի կարևոր բան ասեմ։ Մենք սովետական միությունը դիտում էինք որպես ասես, իսկապես այդպես էր փակ մի հատ այսպես բանտի նման բան, մենք ուրախ էինք, որտեղից դուրս եկինք, մենք գնում էինք դեպի ազատ աշխարհ, կար այդպեսի բան, զգացողություն։ Ես որպես բանաստեղծ, քանի որ շատ արագ թարգմանվեցի ֆրանսերեն, ամեն առաջիններից եմ, որ դուրս եմ եկել, այն ժամանակ շատ չէին գնում։ Գնացել եմ ամբողջ Եվրոպա, ընդհանրապես աշխարհով, հետո արդեն 2 տասնամյակ ճամփորդել եմ, 3 տասնամյակ, հա։
Եվ ճամփորդելով հասկացել եմ, որ այդպես միանշանակ չէր, որ սովետականությունը միայն փակ էր եւ միայն ինչ որ ես հասկացել եմ, որ սովետական միությունը աշխարհի գերտերություններից մեկն էր եւ սովետական միության փորձը պետք չի ամբողջովին շղթել, այնտեղ նաեւ հետաքրքիր մասեր կան սոցիալական առումներով։ Եվ ես այսօր հստակ է ինձ համար, որ այսօր այդ խոսույթը, որը դեռ մարդկանց մեջ կա եւ քաղաքականորեն շարժվում է, որ այ Ռուսաստանը, չգիտես ինչու նույնացում է սովետական միության հետ, երբ որ դրանք նույն բանը չեն բոլորովին։ Անկողն ոնց ասեմ, Ռուսաստանը ինչ են ասում, հա, բանտը, հա, բան չեն ասում, բայց այսպես ասեմ, կարճ։ Այդ բանտից մեկ պետքա փոխվեն, գնանք դեպի Եվրոպա եւ այն ինչը Եվրոպայի հետ է կապվում եւ Ամերիկայի հետ է կապվում, ամեն ինչ լավ է ուրեմն։ Դա շատ վտանգավոր բան է, որովհետև ինձ համար ակնհայտ է, ասենք Եվրոպան շատ լավ ճանաչած լինելով ասում եմ, եւ բայց բոլորն էլ ասում տեսնում, որ Եվրոպայում խոշոր հաշվով արժեքային ճգնաժամ է այսօր։ Հենց այն արժեքները, որոնք դիտվում են արևմուտքի արդեն ասացիք հիմնային արժեքները, այսօր Եվրոպայում ճգնաժամի մեջ են։ Հենց մեկը դեմոկրատիան, հենց մեկը մարդու իրավունքները, որոնք հասցվել են ծայրահեղության եւ էլ չասած որ ամերիկանն էլ է, չէ, դեմոկրատիայի տարածիչը եւ հա, իրագործիքներ դեմոկրատիան, բայց հիմա այդ երկու Եվրոպայի եւ Ամերիկայի միջև կռիվ է գնում։ Մի խոսքով, եւ այսօրվա աշխարհում բարձրացող ուժը Չինաստանն է։ Հիմա Հայաստանը որտեղ է լինելու։ Դրա համար ես կարծում եմ այս բանում մենք պիտի, այո, մենք արևմտյան արժեքային ասում եմ, նորից եմ պնդում, ես դրանում վստահ եմ, բայց դա չի խանգարի մեզ, դա եթե մենք ավելի այսպես քաղաքական գեոպոլիտիկ առումով ասենք Չինաստան, չէ, այնտեղ ասում են ուրիշ քաղաք, Չինաստան, Իրան, Ռուսաստան, եթե մեզ ավելի հարմար լինի այս թևը, մեր արժեքային համակարգը դրան բացարձակ չի խանգարում, հակառակը կօգնի։ Օրինակ, եթե ովքեր պատմություն գիտեն, Իրանում մեզ հայերիս միշտ դիտել են որպես եվրոպական արժեքների բերողներ, եւ դրանով ենք մենք Իրանում այսպես գնահատված եղել։ Պարոն Խաչակյան, համաձայն եք, որ Հայաստանի ժողովուրդը կամ մեր պատմությունը կամ մեր ինքնությունը այսօրվա մասն է խոսքը, մենք եղել ենք կամ այսօր շարունակում ենք կրել եվրոպական արժեքներ։ Այսօր դուք տեսնում եք մեր ազգի մեջ այդ արժեքները եւ համարում եք, որ այո, մենք եվրոպական քաղաքակրթություն ենք։ Այդ հարցադրումը ավելի ակտուալ դարձավ իհարկե խորհրդային միության փլուզումից հետո, բայց ես ոչ միայն կարծում եմ, որ Հայաստանն է իր մոդելով արևմտյան մոդելի ժամանակակից պետություն, այլև ինքնին ժամանակակից Ռուսաստանն էլ է այդպիսին։ Եվ առնվազն 2 տասնամյակ, երբ որ Ռուսաստան արևմուտք հակադրությունը չէր սրվել, սա դարձել էր մի մեծ տնտեսական միասնական գոտի եւ հիշեցնեմ, որ 2000-ականներից եւ Ռուսաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, եւ Հայաստանը, եւ միայն քաղաքական տարբեր աշխարհակաղակական իրադարձություններ բերեցին նրան, որ հիմնականում Եվրոպան սկսեց տարբեր սանկցիաների կիրառման միջոցով հեռացնել իրեն Ռուսաստանից եւ ոչ միայն ինքը իրեն հեռացրեց Ռուսաստանից, այլև այն երկրները, որոնք ունեն հարաբերություններ առ այսօր Ռուսաստանի հետ, նրանց նկատմամբ եւս փորձեց սահմանափակումներ կիրառել։ Հիմա այս իմաստով, քաղաքակրթական իմաստով, այն որ ամբողջ ժամանակակից արևմտյան աշխարհը ընթերցում է Դոստոևսկի, այն որ ռուսական մշակույթը շատ լայն շարունակում է տարածված լինել, այն որ Ռուսաստանը երբեք չի սահմանափակել, նկատի ունեմ ժամանակակից Ռուսաստանը, չի սահմանափակել արևմտյան տարբեր մշակութային գործերի տարածումը Ռուսաստանում, սա ակնհայտ է։ Բայց ակնհայտ է նաև, որ աշխարհակաղակական իմաստով արևմուտքը այս հեռավորությունը մեծացնելով իր եւ Ռուսաստանի մեջ, մեզ կարծես թե երկընտրանքի առաջ է կանգնեցնում եւ ամեն անգամ այդ երկընտրանքը սրվում է։ Օրինակ, շատ երկրներ դադարել են ռուսական գազ ձեռք բերելուց, եվրոպական պետություններ, չնայած դա եւ իրենց շահերից էր բխում եւ Ռուսաստանի։ Հիմա Ամերիկայի վարած քաղաքականությունը բերեց նրան, որ Գերմանիան, Ֆրանսիան, հիմնական եվրոպական երկրները այլևս այն մեծ ծավալով վառելիք չեն ձեռք բերում, թեպետ գիտենք, որ ԱՄՆ-ն շարունակում է ձեռք բերել միջուկային վառելիքը։ Եվ այս իմաստով մեր գործը բարթանում է, այսինքն մենք ցանկանում ենք ինտեգրված լինել ժամանակակից արևմտյան աշխարհին, որի մեջ ես դասում եմ նաև Ռուսաստանը,
Բայց Արևմուտքը ասում է, եթե դու շարունակես քո փոխգործակցությունը ինչպիսին որ կա եղել է Ռուսաստանի հետ, ապա կենթարկվես սահմանափակումների։ Եվ այստեղ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ այլ պետություններ, Ուկրաինան փորձում են մանևրել։ Մեկի մոտ մանևրելուց վթար է տեղի ունենում, ինչպես եղավ Ուկրաինայի մոտ, մյուսի մոտ, ինչպես Մոլդովայի դեպքում, տեղի է ունենում խորը տնտեսական ռեցեսիա։ Այն ժամանակահատվածում, երբ որ Հայաստանը առնվազն 7-8%-անոց տնտեսական աճ էր ունենում, Մոլդովան միանալով ամբողջությամբ եվրոպական շուկային բացական աճ էր ունենում, այսինքն ռեցեսիա էր ենթարկվում Մոլդովայի տնտեսությունը եւ որևէ մեկը չէր կարող բացատրել լավ որն է տրամաբանությունը, որ Մոլդովան չգնի ռուսական գազ, չարտահանի իր ապրանքը Ռուսաստան եւ ենթարկվի այն զրկանքների, որոնց ենթարկվեց էներգետիկ ճգնաժամ էին հայտարարել։ Ես չգիտեմ ազգային քաղաքականություն վարողները ինչպես կարող են իրենց մի ձեռքը կտրել, համարելով, որ մյուս ձեռքով պետք է ինչ-որ նոր բան վերցնեն։ Սա նշանակում է, որ Եվրոպան, արևմտյան աշխարհը անընդհատ ավելի սուր հարցադրում են դնում դուք որ կողմից եք, անդադ մենք փորձում ենք մանևրել, բայց հուսանք, որ այս հակադրությունը վաղ թե ուշ կսահմանափակվի, ամենայն դեպս դրան է ուղղված Թրամփի քաղաքականությունը։ Հիմա նայեք, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ռազմավարական համագործակցության, պայմանագիր Գերմանիայի հետ, կանցլեր Մերցի հետ հանդիպումն է տեղի ունեցել, որտեղ շուտ տենց նման բան է ստորագրվել։ Հիմա դուք ո՞նց եք կարծում, դա այս մեր քննարկած թեմայի մեջ արդյոք դեպի Եվրոմիություն տանող ճանապարհի ինչ որ մի ուղղություն է, թե դա կարող է բերել, ոնց որ դուք եք նշում, Հայաստանի այդ մի ձեռքի կտրմանը եւ Ռուսաստանից կտրվելուն եւ արդյոք կա այդ բանալին կամ բանաձևը եւ այսօրվա իշխանությունները դա ունեն, կարողանան բալանսավորված, պահեն այդ երկու կարևորագույն աշխարհակաղակական կենտրոնների հետ իրենց հարաբերությունները։ Հնարավոր է դա։ Ես որքան հետևում եմ եւ տեղյակ եմ Եվրամիության այսօրվա իրողություններից, Եվրամիությունը մոտակա ժամանակներում նոր անդամներ չի ընդունի, ինքը արդեն ինքն իր ներսում է նույնիսկ բաժանվում, այդպիսի նշաններ կան եւ Հայաստանի մտնելը Եվրամիություն ռեալ չի եւ բայց Եվրամիությունը եթե մեր հետ եւ մեր նման երկրների հետ ինչ որ բաներ ակնքում նպատակը Ռուսաստանի դեմ գործելն է, Ռուսաստանից փոկելն է, որը շատ այնքան էլ լավ բան չի մեզ համար, որովհետեւ Ռուսաստանը, այո, Հայաստանում կա շատ մեծ դժգոհություն ռուսներից, բոլորս տեղյակ ենք, Արցախի խնդրի հետ կապված, Արցախի խնդրում Ռուսաստանի դիրքորոշման, բայց պետք է հասկանալ, որ քաղաքականության մեջ դա հաճախ է պատահում, մենք այնպես մեզ եւ աշխարհական իրավիճակը եւ մեր ղեկավարների պահվածքը այնպես էր, որ Ռուսաստանը այո, մեզ պաշտպանելու մեջ այդպես իր շահը չտեսավ։ Կարճ ասեմ, այսպես բան թեմա է։ Կարծում եմ համաձայն տեսակ է։ Չէ, մի հատ շարունակեմ, բայց այն որ մենք Եվրոպայի հետ ասում, ես շատ կուզանամ, որ Եվրոպայի հետ մեր կապերը բոլոր տեսակի ուժեղանան, բայց եթե պիտի Եվրոպայի հետ կապվենք այս կողմի դեմ լարվելով, դա այդ գինը չարժի վճարել, որովհետև ասում այս կողմում նորից ասեմ, որ կարևոր է դա հասկանալ, շատերը դեռ չեն գիտակցում, որ ինչ որ էպոխա ավարտվել է, պոստսովետական էպոխան ուրիշ էր, բայց ավարտվել է, եւ այսօրվա աշխարհում արդեն առաջնայինը նույնիսկ Ամերիկան էլ չի արդեն Չինաստանն է առաջանցել եւ իսկ Չինաստանը լրիվ ուրիշ քաղաքակրթություն է։ Չինաստանը մի քիչ զգուշ այդպես իրան դեռ լուր է պահում, բայց ակնհայտ է, որ շատ շուտով Չինաստանն է դառնալու ամենագլխավոր ոչ միայն տարածաշրջանային, այլև ամբողջ աշխարհում գլխավոր։ Եվ այդ դեպքում փոխվել է ամբողջ քաղաքակրթությունը, որտեղ չինական քաղաքակրթությունը լրիվ ուրիշ է։ Ոչ եվրոպական է, ոչ մուսուլմանական է, ինքը լրիվ ուրիշ քաղաքակրթություն է։ Եվ այդ իսկ մենք հայերս ինչ պիտի անենք։ Տեսեք, ես քաղաքագետ չեմ, ավելի արժեքային շատ կարևոր մի բան ասեմ։ Մենք հայերս ընդհանրապես եթե մեր պատմության նայենք, հայտնենք նրան, որ մենք բավական ճկուն ենք։ Մենք նորը վերցնող ազգ ենք։ Դա բոլորը մեր հարևանները դա գիտեն։ Մենք շատ արագ նորը վերցնում ենք։ Եվ եթե մենք ունենանք լավ ղեկավարություն,
կարողանանք շուտով ունենալ լավ ղեկավարություն, որը աշխարհի իրավիճակները կհասկանա եւ ոչ թե իր անձի վրա կենտրոնացած կլինի մեր ազգի շահերի, մենք կարող ենք, տեսեք, Չինաստանի հետ մեր հարաբերությունները, Չինաստանի հետ մենք շահերի հիմնականում համընկնում ունենք, ոչ մի ինչ որ խնդիր չունենք։ Եվ այդ իրավիճակում եւ Չինաստանն է բարձրանում, ընդ որում Չինաստան, ասում եմ, ուրիշ քաղաքակրթություն է եւ կրոնով եւ բանով, չէ, բայց նաեւ ունի այդ մաոիստական անցյալ, իհարկե շատ տխուր, բայց ամեն դեպքում սովետի հետ էլ է ինչ որ առնչություն, այսինքն մենք նաեւ ինչ որ հիշողություններ ունենք, մենք կարող ենք հայ-չինական, եթե կապերը խորանան, դրանից շատ հետաքրքիր արդյունքներ կարող են։ Էլ չասած Իրանը, եթե Իրանը այսօր թուլացած վիճակում է, բայց Իրանն էլ կարող է փոխվել եւ Իրանի հետ մեր հարաբերությունները վերջին դարերում շատ լավ են եղել։ Այնպես որ ես ուզում եմ իմ խնդիրը այսօր որպես բանաստեղծ եւ հանրային խոսքի, ես գիտեմ որ իմ խոսքը լսում, ես ուզում եմ դա մարդկանց մեջ փորձեմ այդ դիսկուրսը աշխուժացնել եւ հասկանանք, որ իսկապես նոր բան է սկսվում, հա։ Մենք այն հին բաներից, այ ռուսների սովետի հանդեպ, սովետից պրծանք, ազատ աշխարհվան, դրանք արդեն չկան։ Այսօր ուրիշ աշխարհ է եւ փորձենք, եթե մենք այսօր նայենք, տեսեք, չգիտեմ, մեր թեմային առնչվում, բայց շատ կարեւոր մի բան ասեմ։ Հայաստանում մի սարսափելի բան է, մարդիկ կորցրել են հավատը սեփական ազգի ուժերի նկատմամբ։ Ասում են, մենք պարտվեցինք, մենք մեր ինչ որ բարձր բաներ վերցեցինք, մենք թույլ էինք, մենք պետքա մեր վերմակը, ոնց են ասում, ոտքերը վերմակը։ Մի խոսքով մենք թույլ ենք, ասում են։ Ես ուզում եմ ասել, որ ես շատ երկրներում եմ եղել, շատ քաղաքակրթություններ են տարբեր նույնիսկ շփվել, մենք թույլ չենք, եթե իհարկե տարածքով, թվով թույլ ենք, այդ հասկանալի է, բայց ուժը այսօրվա աշխարհում, երբ որ աշխարհը փոխվում է, միակ ուժը դրանք չեն։ Ուժը արժեքային դաշտում է, եթե դու ամուր ողնաշար ունես, դու ուժեղ ես։ Իսկ մենք ունենք հիշողություն եւ ամենավտանգավորը այն է, որ այսօրվա իշխանությունները հենց դա են թույլատնում։ Եվ մեր խնդիրը ես արժեքային դաշտում մենք պիտի գտնենք, ասենք, մենք պիտի գտնենք մեր ուժը, մեր հիշողությունը, մեր ազգային հիշողությունը այսօրվա մեջ, այսօրվա կոնտեքստում աշխատեցնելու ձևը ինքը մեզ կուժեղացնի։ Պարոն Խաչատուրյան, դուք եք համաձայն, որ Ռուսաստանը չգտավ իր շահերի շրջանակներում պաշտպանել Արցախի հարցը, դուք եք կիսում այդ տեսակետը։ Նախ ես կարծում եմ, որ տարածաշրջանում որոշակի բալանս ստեղծելու եւ պահպանելու Ռուսաստանի շահը սկսվել է Թուրքմենչայի Գյուլիստանի պայմանագրից եւ շարունակվում է առ այսօր։ Հարցը է, թե մենք որպես պետություն կամ մինչ այդ պետության չգոյության պայմաններում ինչպես ենք դիրքավորվել իրենց նկատմամբ։ Եթե գանք ավելի շատ մեր օրեր 20 թվականի նոյեմբերի 9-ը դա Հայաստանին մեկ տված աջակցության ձեռքն էր։ Ինչու, որովհետև Հայաստանը մտել էր ուղիղ հակադրության մեջ Ադրբեջանի հետ, անուղղակի հակադրության մեջ Թուրքիայի հետ եւ ըստ էության մնացել էր մենակ։ Ինչու է մենակ մնացել, որովհետև արդեն փաստաթղթերն էլ հրապարակվել են իշխանության կողմից, որով հիմնավորվում է, որ 19 թվականին իշխանությանը առաջարկել են փողզիջումային տարբերակ, որտեղ Արցախը առավելապես մնում էր հայկական, այդ տարբերակի հիմնական այսպես դերակատարը մշակողը եղել է Ռուսաստանը, բայց այդուհանդերձ առաջարկել է որպեսի ձևավորվի միջազգային տարբեր դերակատարներից բաղկացած խաղաղապահ կոնտինգենտ, որը կստանա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի բանաձև եւ կլինի լեգիտիմ եւ Արցախայությունը կշարունակվի ապրել այնտեղ։ Հայաստանյան իշխանությունները ըստ էության մերժել են այս առաջարկը, չեն ընդունել այն, համարելով, որ եթե Ղարաբաղի ստատուսի հարցը չի լուծվում, ապա մեզ այդ առաջարկը պետք չի։ Եկեք սենց ընդունենք, տրամաբանորեն մոտենանք։ Ռուսաստանը առաջարկել է այն, ինչ կարող էր առաջարկել, ոչ ավել, ոչ պակաս, մենք մերժել ենք դա համարելով, որ մեր ազգային պետական ռեսուրսներով կարող ենք ունենալ ավելին, որի արդյունքում սկսվել է 20 թվականի պատերազմը եւ պարզվել է, որ մեր ռեսուրսները չեն բավականացնում պահպանելու անգամ այն, ինչ մեզ առաջարկում էր Ռուսաստանը փողզիջումային տարբերակով եւ եղել է նոյեմբերի 9-ը, որը ակնհայտ ավելի վատն էր, քան 19 թվականի առաջարկը։ Մենք պետք է նոյեմբերի 9-ից կարճած մնալով շարունակենք այս ուղղությամբ գնալ, իսկ մենք ինչ արեցինք։ Մենք գնացինք Շարլ Միշելի մոտ, Մակրոնի մոտ, ինչու, որովհետև
փառուխում կամ քարագլխում ինչ որ մի քանի դիրք կամ դիրքել չէր, հա, բնակավայրային ինչ որ հատվածներ էին, ադրբեջանցիք առաջ էին եկել եւ ռուսները պատշաճ կերպով չէին արձագանքել։ Այսինքն մի գետնի վրա ոչ էական նշանակություն ունեցող իրադարձությունը դարձավ պատճառ կամ ինչպես այլ լեզվով ասում են մահանա մեր իշխանության համար գնալու արևմտյան միջնորդությունը հայցելու։ Մենք մեր պետության կողմնակիցն ենք, եթե մենք իմանայինք, որ այդ միջնորդությունը կլինի ավելի լավը, քան ռուսականը, այսօր դա կողջունեինք։ Այդ միջնորդության արդյունքում էր, որ Արցախը վերջնականապես հայաթափվեց։ Հետևաբար վերադառնալով ձեր հարցադրմանը, ես կարծում եմ, որ եղած իրավիճակում Ռուսաստանը մեզ առաջարկել էր այն ինչ առաջարկել էր ոչ ավել ոչ պակաս։ Դա իրենց առավելագույնն էր։ Կուզեինք մենք այդ առավելագույնը ավելին լիներ, ինչպես ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելին։ Շատ կուզեինք, այդպես չեղավ։ Կարող ենք դրանից հիասթափվել, կարող ենք, բայց եթե մեզ մեջ կա որոշակի հիասթափություն, դա նշանակում է, որ մենք պետք է գնանք ավելի վատ այլընտրանքի հետևից։ Հիմա մեր իշխանությունը հենց այդպես էլ անում է, գնում է ավելի վատ այլընտրանքի հետևից։ Ասում է Ռուսաստանը, վատ միջնորդ էր, եկեք գնանք Թուրքիային որպես միջնորդ բերենք, որովհետև էլ չկա արևմտյան միջնորդություն։ Այս իմաստով ես կարծում եմ, որ թեպետ կարող են երկար քննարկել, այլ որտեղ Ռուսաստանը իր միջնորդական դերում թուլացավ, բայց որն էր այլընտրանքը, գնալ Մակրոնի միջնորդությունը հայցել, որ վերջում ստանալ Արցախի վերջնական հայաթափում։ Եվ ի վերջո, երբ որ անդադ մեզ մեղադրում են, չէ, տարբեր շրջանակներից ընդդիմադիր, ասում են դուք սկզբում նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա անվանեցիք, հետո ասում եք, չէ, կարճեք նոյեմբերի 9-ից։ Ճիշտ են ասում, այո, սկզբում կապիտուլյացիա ենք համարել, որովհետև դա մեզ համար մեծագույն հիասթափություն էր եւ մենք կարծում էինք, որ իրավիճակը դեռ շրջելի է։ Հիշում եք, խոսվում էր Շուշիի ապա օկուպացիայից, Հադրութի ապա օկուպացիայից։ Հադրութի մասին շատ։ Բայց այս իշխանությունները այնպիսի քաղաքականություն տարան 20-ի նոյեմբերի 9-ից, որ նոյեմբերի 9-ը դարձավ ցանկալի փաստաթուղթ, իսկ հետագայում տեղի ունեցած իրադարձությունները կապիտուլյացիա։ Մինչդեռ կարող էր հակառակը լինել։ Կարող էր նոյեմբերի 9-ը համարվել մեր հասարակության մեջ կապիտուլյացիա, եւ մենք կարողանայինք ավելի լավ արդյունքներ ունենալ եւ ասել, այ դա վատ արդյունք էր, հիմա մենք հասանք ավելիին։ Ինչը չստացվեց այս իշխանության բերումով։ Եվ վերադառնալով մեր թեմային, հիմա նայեք, մենք ունենք մի ճանապարհ դեպի Ռուսաստան, դա Լարսի ճանապարհն է, ցամաքային ճանապարհը։ Դեպի արևմուտք ցամաքային ճանապարհ չունենք։ Դա գնում է Վրաստանով, հա, երևի Սև ծովով կամ Վրաստանի, Թուրքիայի Վրաստանից Թուրքիա դեպի ցամաքային ճանապարհով։ Հիմա ո՞նց եք կարծում, տնտեսապես ասել է այս ամեն ինչը դա պարզ է, չէ՞ մի բան է, բայց բարոյապես տեսնենք հայ ժողովուրդը այսօր պատրաստ է օրինակ Թուրքիայի ճանապարհներով երթևեկել, օրինակ գնալ, չգիտեմ, Եվրոպա ցամաքային, օրինակ Թուրքիայի ճանապարհով կամ արևտուր սկսել եւ բանանել։ Ինչ որ մի մաս կա, որ բոյկոտում է, չէ՞, օրինակ ասում են մենք չենք ուզում այդպես բան։ Բայց ինչ որ մաս էլ կա, որոնք օբյեկտիվորեն նայում են, որ դա ինչ որ մի օր պետք է տեղի ունենա, եւ մանավանդ այսօր էլ չէ, մենք ունենք հայ առևտրականներ, որ գնում են Թուրքիա, առևտուր են անում, բերում են այստեղ վաճառում են։ Այսինքն այդ կապը գործում են, այնչ որ ամեն ինչ փակ է։ Ուղղակի ուղիղ ճանապարհ չկա Հայաստան-Թուրքիա։ Մա դուք ո՞նց եք կարծում։ Հոգեպես, բարոյապես, հա, պատրաստ է հայ ժողովուրդը այդ գործընթացներին։ Այսեն դեպքն ես կգերադասեի ոչ միայն այդ իհարկե բարոյական հարցը կա, բայց ավելի լայն քաղաքական կոնտեքստում, որովհետև այդտեղ շատ ավելի մեծ վտանգ եմ տեսնում։ Տեսեք, եւ քարոզչական այդպես իշխանության քարոզչական միջոցներով եւ մի թեզա առաջ քաշվում, որ այ մենք Արցախը կորցրինք, բայց փոխարենը այդպես անկախացանք, այդ դրա մասին շատ եմ խոսել, այդ առն որ սկսեմ խոսել, բայց այդ իհարկե ամենալկտի ու զզվելի սուտն է, բայց մի ուրիշ բան էլ կա, ասում են Արցախը կորավ, բայց մենք այ հիմա կարող ենք Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնել, վերջապես խաղաղություն, վերջապես այսպես տարածաշրջանում կդառնանք խաղաղության օազիս եւ այլ։ Դա այդտեղ մի եւ մարդիկ ցավոք նկատել եմ ոմանք հավատում են, որտեղ մարդիկ շատ են ուզում, իսկապես վախը կա եւ այդ այնքան զոհերից հետո խաղաղություն են ուզում։ Բայց այստեղ մի բան կա, որ
գիտակցաբար այսպես ջնջվում է եւ շատերը տեղյակ չեն։ Օրինակ ես ճիշտ ասած ժամանակին տեղյակ չէի այդ Ադրբեջանի ամբողջ այդ կոնցեպցիան, որ Հայաստանը, այս Հայաստանը, ոչ թե պարզապես Արցախը, ոչ թե պարզապես Սյունիքը, որ մենք ասում ենք, այլ ամբողջ Հայաստանը իրականում արևմտյան Ադրբեջանա։ Պարզումը դա նախ նոր բան չի, հին բան է, բայց շատ հմտորեն, շատ հիմնային բան է իրանց համար եւ իրենք ունեն եւ այսօր բավական այսպես համառ ղեկավարություն եւ ունեն միջոցներ, գիտենք իրանց նավթը եւ այլն։ Եվ իրանք այդ թեզը եւ իսկապես ամեն ինչ խոսում այն մասին, որ գիտակցաբար առաջ են տանելու, ընդ որում եւ մեզ համար վտանգներ էլ կան, որովհետեւ իսկապես սովետականացումից առաջ այն առաջին հանրապետության տարիներին այնտեղ դրսովետական սկզբի տարիներն էլ այնտեղ ահագին իսկապես մեր տարածքում եւ հենց ամբողջ Հայաստանի, այսօրվա Հայաստանի տարածքում ադրբեջանցիներն են իսկապես ապրել եւ իրենք այդ բանը կարող են օգտագործել եւ ուզում ասել մարդիկ չեն գիտակցում որ Արցախը եթե անգամ ասենք մոռացանք, հա, իհարկե ինձ համար բարոյական ամենամեծ ամոթն է որ եթե դա մոռանանք, բայց ընդհանրենք եթե անգամ այսպես շատ ասենք պրակտիկ այդպես ապրել մոռացանք, մեկը դրանով հարցը չի փակվել, դրանով Արցախը հանձնելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը չի վերջացել, որովհետեւ Ադրբեջանի ուզածը պարզապես Արցախը չի, նույնիսկ միայն Սյունիքը չի Սյունիքը արդեն Հայաստանի ամբողջ ողնաշարն է, բայց ամբողջ Հայաստանն է։ Սա ես ճիշտ ասած, երբ որ առաջին անգամ սա հասկացա, ես իսկս էլ վերջերս հասկացա։ Ցավոք մեզանում դա չի ներկայացվում, հա։ Իհարկե որոշ քաղաքագետների վրա ներկայացնում, բայց ամբողջ գիտակցության, ազգի գիտակցության չի ասել։ Սա ինչ է նշանակում։ Սա ինչ է նշանակում։ Ես չեմ ասում մարդիկ վախենան եւ այլ, մարդիկ ոմանք ասում են՝ մի ասա, վախենում ենք։ Հոգեբանորեն սա հասկանալի է։ Բայց եթե մենք սա հասկանում ենք, մենք պիտի հասկանանք, որ Հայաստանը, տեսեք, այդ Նիկոլ Փաշինյանի արածը, որ մենք սարքենք լավ ապրելու երկիր եւ այլն, դա եթե չասեմ բարոյապես դա ամենաբան Արցախը հանձնեցիր հիմա լավ ապրել, բայց դա վտանգավոր է, որովհետեւ այդպիսի երկիր այս մեր տարածքում մեր հնարավոր չի, մենք պիտի կառուցենք երկիր, որը ունի ամուր ողնաշար, որը զգում է, որ վտանգ կա եւ այդ վտանգին դեմ հանդիման ինքը ստեղծում է համապատասխան հոգեբանական մթնոլորտ։ Այո, ես չեմ ասում ինչ որ իհարկե Պարզա որ մենք թուլացած ենք այսօր եւ ինչ որ պատերազմ վարելու հարևանների հետ ոչ մի բան չունենք, դա ռեալ չի եւ խելոք բան չի, բայց մենք պիտի մեր երկիրը ուժեղացնենք, մենք պիտի ստեղծենք այն երկիր, որտեղ գլխավորը ոչ թե լավ ապրելն է, այլ ուժեղ լինելն է, քաջ լինելն է, դա բարոյական հարց է, հա, մենք պիտի, այո, մենք պարտվել ենք, մենք պիտի ասենք, որ մենք պարտվել ենք, բայց մենք պիտի ուժեղացնենք Հայաստանը, ոչ թե որպես պարզապես ասում եմ ինչ-որ առևտուր անողների երկիր, բիզնես անողների երկիր, իհարկե բիզնեսը լավ է, մենք բիզնեսից լավ ենք, այո, բայց մենք հիշողություն ունեցող եւ այս տարածաշրջանում սա մեր երկիրն է, հա, մենք այստեղ բոլորը մեզ հիշում են, ադրբեջանցիք ասում են, հա, մենք այստեղ չկայինք նոր ենք ինչ որ եկել, բայց բոլորը մեզ հիշում են որպես այստեղի տանտեր եւ մենք պիտի կարողանանք այս տարածաշրջանում մեր դերը գտնել, մեր ընդ որում ասեցի արդեն օրինակ Իրանում մեզ շատ լավ հիշում են որպես, ասենք իրանցից տարբերվող ավելի եվրոպական աշխարհ, ավելի ճկուն, հա, ասենք ով իրանցիները դարերով այդպես են մեզ հիշում։ Եվ մենք պիտի այս տարածաշրջանում, տեսեք Թուրքիա, Ռուսաստան, Թուրքիան, օրինակ Թուրքիան չէ, շատ հետաքրքիր ձևով խաղում է, չէ, ինքը իրականում ինչ է, մուսուլմանական երկիր է, բայց ինքը եւ արևմուտքին է մոտենում եւ Ռուսաստան։ Ես ճիշտ ասած, մի քիչ ամաչում եմ ասել, բայց երբ որ նայում ես այսօրվա աշխարհում Թուրքիան երևի ամենախորամանկ, ամենալավ քաղաքականություն վարող երկրներից է, հա, փաստա, բայց եւ մենք պիտի կարողանանք այդ գտնել մեր դերը, որ մենք ուժեղ Հայաստան ստեղծենք, հենց այդ նաեւ քաղաքականությամբ, այսինքն ճիշտ հակառակը նրա ինչ անում է այսօրվա ղեկավարությունը։ Ես իշխանության կողմից վարվող կքած ապրելու, բայց խաղաղ ապրելու կոնցեպտին չեմ հավատում եւ չեմ հավատում, որ որևէ պետություն նման իրավիճակում կարող է բարեկեցություն ստանալ, բայց եւ չեմ կարծում, թե դրա այլընտրանքը պատերազմելն է,
դա այն է, ինչ որ փորձում է այսօր իշխանությունը ներկայացնել, բայց ակնհայտ է, որ եւ պատերազմն են նրանք բերել, եւ կքած ապրելն են նրանք բերել։ Այսինքն իրենք այս երկու ծայրահեղություններից անդին որևէ քաղաքականություն վարել չեն կարող։ Ինչ վերաբերում է ձեր նախնական հարցին, թե ի վերջո տնտեսական հարաբերություններում մենք ինչ խնդիրներ ենք դնում, փաստը հետեւյալն է. եւ Թուրքիան, եւ Եվրոպան, եւ ԱՄՆ-ն երջանիկ են, որպեսզի մեզ արտահանեն իրենց ապրանքները եւ ողողեն դրանցով մեր տնտեսությունը։ Սա ակնհայտ է։ Բայց երբ խոսքը գալիս է Հայաստանի արտահանման պոտենցիալի մասին, եկեք նայենք։ Մենք ուր կարող ենք մեր ապրանքը արտահանել։ Մենք Թուրքիա կարող ենք արտահանել, մենք Եվրոպա կարող ենք արտահանել։ Կներեք, մենք կանենք մեր քաղաքացիները, այսպես ասում են, դե այդ մեր գինին կամ կոնյակը, որ մենք արտահանում ենք Ռուսաստան, դա անորակ է։ Լավ, ենթադրենք անորակ է, թող այդ քննադատողները ավելի որակյալ գինի, ավելի որակյալ կոնյակ ստանան։ Ինչ ունենք էտա, մեր արտադրածը այդքանն է։ Մեր արտադրածը մենք կարող ենք Եվրամիություն արտահանել։ Կընդունեն մեր գինին, որը մենք ամեն հնարավոր մեր առիթների խմում ենք, հարսանիքների, ծնունդների, սպառում ենք մեր արտադրած ալկոհոլը։ Այդ ալկոհոլը կարող ենք արտահանել Եվրոպա եւ ասել, որ միայն ուրախ կլինենք, որ լավ Թուրքիայի ճանապարհով չէ, Վրաստանով, ծովով կարողանանք այն հասցնել եվրոպական երկրներ։ Եվրոպան վարում է բավականին խիստ պրոտեկցիոնիստական քաղաքականություն, որը հնարավորություն չի տալիս մյուս պետություններին մուտք գործելու իր շուկան։ Եվ մեզ շրջապատող տնտեսությունների մեջ միակ խոշոր տնտեսությունը, որտեղ կարող ենք մենք մեր ապրանքը իրացնել, դա Ռուսաստանն է։ Այդ ապրանքը լինի գյուղմթերք թե ինչ, ցածր որակի է, ենթադրենք ցածր որակի է։ Թող այդ քննադատները, ես գինեգործությունից հեռու եմ, ստանան ավելի լավ գինի եւ կարողանան արտահանել եվրոպական երկրներ եւ ասել, որ մենք փորձեցինք բալանսավորել։ Իսկ իրենք ինչ են ասում։ Մեր օպոնենտները, ցավոք սրտի, պարոն Սարգսյան Արամզավենի իր կուսակիցները երբեմն այս հարցում հրաժարվում են բանավիճել։ Իրենք ասում են, որ սա վատ է, որ մենք ցածր որակի ենք, ապրանք ենք տանում։ Պետք է որակը բարձրացնենք եւ տանենք Եվրոպա։ Բարձրացրեք, տարեք, դուք եք կոալիցիոն գործընկերները, դուք պայմանները ստեղծեք, բայց եթե դուք չեք կարողանում նոր պայմաններ ստեղծել, եղած շուկան արգելափակում եք, ի վնաս ում, ի վնաս մեր արտադրողների, ի վերջո ցանկացած արտադրանք սկսում է ցածր որակից։ Մենք տեսել ենք չինական ավտոպրոմը ինչ էր 8 տարի առաջ, ինչը հիմա վերջին 3 տարիների ընթացքում։ Դուք պատկերացնում եք մի չինացի քաղաքական գործիչ, օրինակ չինական ավտոները արտահանում էին նաև Հայաստան։ Ասեին քննադատեին, ասեին մենք չպետք է անորակ մեքենաները արտահանենք Հայաստան, պետք է որակյալները արտահանենք, ասենք Եվրոպա։ Բայց հիմա փաստ է, որ եվրոպական շուկան այնքան փակ է, որ էժան եւ որակյալ չինական մեքենան մուտք չի կարողանում գործել, ուր մնաց, եթե մենք լավագույն գյուղմթերքը արտահանենք եւ ասենք Վրաստանով ծովով չնչին տրանսպորտային արժեքներով տանենք։ Լոգիստիկ շատ հարցեր կան, բայց ինձ համար ամենակարևորը միևնույնն է, էներգետիկ հարցերն են, որտեղ դա տնտեսության ողնաշարն է։ Լավ, ո՞նց կարելի է տարածաշրջանում ամենացածր արժեքի գազը սպառել եւ ասել եւ դա քննադատել, դրան դեմ արտահայտվել։ Մոլդովան երբ զրկվեց ռուսական գազից, էներգետիկ ճգնաժամ հայտարարվեց, պաշտոնապես խնայողության հազարումի ձևեր։ Մեր հարևան Վրաստանը, որ ունի դիվերսիֆիկացված էներգետիկ համակարգ, կրկնակի թանկ գազ է սպառում, որը գնում է Ադրբեջանից։ Այսինքն, եթե մեր քաղաքացիների մի մասը ունի մտայնություն, թե ռուսներից գազ չառնենք, ադրբեջանցիներից կառնենք, թող իմանան, որ միևնույնն է դա արժեքով կրկնակին է, ու թող պարզապես նայեն, թե Վրաստանի կառավարությունը ինչ արժեքով է այդ գազը ձեռք բերում Ադրբեջանից, կտեսնեն, որ դա մեր կրկնակին է։ Իսկ եթե ինչ-որ մեկը, հատկապես էլի բանավեճերին ասում են, մտածում է, որ Իրանից մենք կարող ենք գազ գնել, Իրանից Հայաստանը գազ չի գնում մեկ պատճառով, այդ խողովակը փոքր է եւ այլն, այդ հեքիաթները թող գնան ուրիշ տեղ պատմեն։ Պատճառը մեկն է, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից կա խիստ սանկցիոն ռեժիմ, որ Իրանի հետ դոլարային առևտրով էներգակիրների ձեռք բերումը արգելված է եւ որ պետությունը ձեռք կբերի նման էներգակիր եւ կմտնի նման առևտրի մեջ, իր նկատմամբ կկիրառվեն նույնպիսի սանկցիաներ, ինչպիսին Իրանի նկատմամբ։ Եվ դրա համար Հայաստանը անում է բարտեր։ Պատճառը զուտ սրանում է, որ մենք իբրև թե հոսանք ենք տալիս իրենց մեր մոտ շրջաններին եւ իրենցից ստանում ենք գազ։ Դա բարտեր է, որովհետեւ մենք խուսափել ենք սանկցիաներից։
Եվ մարդիկ, ովքեր ամեն օր աղաղակում են, որ Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիությանը, ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություն ունենա, եթերներում մարդկանց մանիպուլացնում են, ասում են, դե ոչինչ, ռուսական գազը որ չլինի, պարսկականը կառնենք։ Ձեզ առաջին հերթին եվրոպացիք ու ամերիկացիք չեն թողնի, որ դուք պարսկականը առնեք։ Այն որում ավելի խիստ ծև չեն թողնի, ավելի խիստ մոտեցում կցուցաբերեն, քան նույն Ռուսաստանը, եթե մենք ասենք հրաժարվում ենք ձեր գազից։ Իսկ ակնհայտ բաներ են։ Եվ վերջի բանին էլի անդրադառնանք 26 թվականի խորհրդարանական ընտրություններ են եւ շատերը կանխատեսում են տարբեր սցենարներ, բայց ժողովրդի մեջ մեր այսպեսի խոսակցություն կա, մարդիկ ասում են լավ ինչ հալնելու մեր վերջը։ Հիմա, այս խոսակցությունը հասկանալի է, որ ես այս ձևով չեմ տալիս ձեզ այդ հարցը, բայց օրինակ դուք ինչ եք կարծում, առաջիկա 5 տարիներին օրինակ, հա։ Ինչ ապագա է սպասվում մեր երկրին, եւ տնտեսապես, եւ քաղաքականապես, մարդիկ կան տեն շատ ավելի ապոկալիպտիկ ինչ-որ սցենարներ են ասում, մարդիկ կան հակառակը, դրախտ են սարքում Հայաստանը 5 տարի հետո, այլ ռեալ դուք ոնց եք դա տեսնում, կարճ մենակ, էլի խնդրեմ։ Շատ դժվար, բայց շատ կարևոր հարց տվեցիք։ Տեսեք, ընտրություններին ասել է կես տարի, չէ, 6 ամիս է ոնց որ մնացել։ Ես ճիշտ ասած շատ վտանգներ եմ տեսնում, որովհետև մանա ասացի արդեն այդ խաղաղություն բերելու հարցով, որ այ ես խաղաղություն բերեցի, Նիկոլ Փաշինյանը կարողանում է ինչ որ խաղալ մարդկանց զգացմունքների հետ, բայց ես շատ եմ տեսել վերջին 2-ից ավել տասնամյակում, թե ժողովուրդը ոնց վճռական պահին կարողանում է ոտքի կանգնել։ Ցավոք 21 թվականին դա տեղի չունեցավ, որ ասում եք կարճ չանդրադառնամ ինչու, պատճառներ կային։ Հա, ինչ եք պատկերացնում։ Ես Ինչ է սպասվում։ կարծում եմ մեր մեջ այդ բնազդը ինքնա ազգազգումը չէ, որ ինքը կործանման եզրին է, կաշխատի եւ բոլոր ուժերը այդպեսի մեկ հզոր ուժ, որ կարողանա հաղթել Նիկոլ Փաշինյանը, ոնց որ թե Հայաստանում չկա, բայց կան տարբեր ուժեր եւ կգտնեն ձևը միավորվելու, դա հեշտ չի լինում, ինչ որ կարող է դասական տարբերակով չլինի, կգտնեն ձևը եւ եթե մեր ժողովուրդը կարողացավ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, դա շատ դժվար գործ է։ Ինքը դրանից հետո կհասկանա, որ մի հատ նոր բան է սկսվում եւ Հայաստանում կսկսվի զարթոնք։ Պարզապես պարզ միջոցներով մենք այնպեսի վատ վիճակում ենք, պարզ միջոցներով մենք այս փոսից դուրս չենք գալու։ Բայց եթե մենք կարողացանք գտնել այդ քաղաքական գործիչները կարողան, ես ինքս քաղաքական գործիչ եմ, ես իմ պարտքը համարում եմ այդ բարոյական դաշտում, արժեքային դաշտում այդ սպասումը գեներացնել մարդկանց մեջ, որ չհուսահատվեն, ելքը կա, եթե մենք հաղթեցինք, ձևը գտանք հաղթելու Նիկոլ Փաշինյան, դրանից հետո մենք վերածնունդ ենք ապրելու։ Ես համամիտ եմ, որ մեկնակետը մեր ունեցած խնդիրների լուծման դա Փաշինյանի իշխանությունից հեռացումն է, սա աներկբա է եւ դրա հետ կապված երկու փուլ է լինելու եւ նաեւ համաձայն եմ, որ դեռևս չկա մեկ ուժ, որ կարողանա ուղղակիորեն իրեն հաղթել։ Փաշինյանին ինչ է պետք, որ եկող ընտրություններին մեծ ձայների փոշիացում լինի, հնարավորինս քիչ միավորումներ, այո, տարբեր դաշինքներ չկարողանան ձևավորվել, լինի ձայների մեծ փոշիացում կամ մարդիկ չգնան, որովհետև ինքը ամեն դեպքում կարող է իր էլեկտորատին մոբիլիզացնել եւ վերջնարդյունքում ստացնա այնպես, որ իր մոբիլիզացրած էլեկտորատը ավելի մեծ է, քան ընդդիմադիրը։ Դրա համար նախ ես կարծում եմ, որ մենք ի տարբերություն 21 թվականին պետք է մարդկանց ոչ թե տանք այն մեսիջը, որ նա գնացող է, վերջ արդեն հեռացած է, կհիշեք 21 թվականին հիմնական ընդդիմադիր բանը սա էր, որ հաղթում ենք, մենք հաղթելու ենք, գնալու Նիկոլ Փաշինյանը այլևս չկա։ Հա, ասում են այլևս չկա եւ դա ընդդիմադիր էլեկտորատի մոտ ստեղծել էր տպավորություն, ես շատ լավ հիշում եմ իմ միջավայրի ամբողջությամբ դա էր քննարկում, որ ոչ մի տարբերակ չկա, որ Փաշինյանը մնա իշխանության, բայց այդ տարբերակը նրանում էր, որ մենք այդպես էինք մտածում, չմասնակցեցինք մեծապես ընտրությունների նկատի ունեմ ընդդիմադիր ընտրազանգվածը եւ Փաշինյանը հաղթեց։ Այս անգամ նախ դա չպետք է լինի
երկրորդ պետք է նվազագույնի հասցնել ձայների փոշիացումը եւ վերջապես եթե իսկապես ստացվի մեծամասնություն ապահովել ընդդիմադիր կողմում, որովհետեւ ես համոզված եմ, որ մեծամասնության մեջ հայ ժողովուրդը զզվել է արդեն այս իշխանությունից։ Ինձ թվում է ավելի լավ ձևակերպում դժվար կլինի գտնել, որովհետեւ ոչ թե քննադատաբար է մոտենում, ոչ թե հոգնել է պարզապես, որովհետեւ կարող է լինել մի իշխանություն, որից հոգնում ես, ուզում ես փոխել։ Զզվել է ուղղակի իր ձևի մեջ այն պարակտումները հնարավոր ամենախորքային process-ներին հասցնելու իմաստով եւ հնարավորությունը կա, պարզապես պետք է աշխատենք մեր ընտրողների հետ եւ ասենք արխային մի ընկեք այս բառով եւ քաղաքական ուժերն էլ այդպես հարցին մոտենան եւ նվազագույն ձայների փոշիացում թույլ տան։ Մնացածը արդեն ընտրություններից հետո բարձ կդառնա։ Շնորհակալություն։ Եվրոմեդիայի սիրելի հետևորդներ, այսօրվա մեր քննարկումը ավարտվեց։ Մեր հյուրերն էին բանաստեղծ Մարինե Պետրոսյանը եւ Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ Իսկ մենք կհանդիպենք